Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանն Ադրբեջանից շուրջ 6.4 միլիոն դոլարի նավթամթերք է ներկրել, սակայն հարևան երկիր չի արտահանել գեթ $1 ապրանք։ Չնայած դեռ ամիսներ առաջ պաշտոնյաների արած հայտարարություններին, թե շուտով հայկական ապրանքներն էլ ադրբեջանական շուկա կհասնեն, պետական եկամուտների կոմիտեի հրապարակած պաշտոնական վիճակագրության համաձայն դեպի Ադրբեջան տարվա առաջին եռամսյակում ընդհանրապես արտահանում չի եղել։ Ադրբեջանից դեպի Հայաստան ներմուծում կա, հույս ունեմ Հայաստանից դեպի Ադրբեջան էլ արտահանում կլինի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից անցել է արդեն շուրջ 7 ամիս։ Այս ընթացքում կառավարությունը տեղեկացրեց, թե կողմերը ցանկեր են փոխանակել, թե ինչպիսի ապրանքներով են հետաքրքրված։ Աղվերանի հյուրանոցներից մեկում հայկական բիզնեսի ներկայացուցիչները հանդիպեցին Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակության հետ, սակայն այդպես էլ արտահանում կազմակերպել չի հաջողվում։ Երկու երկրների միջև առևտրային սալդոն 100%-ով հարևան երկրի օգտին է։ Կա այդպիսի ապրանք, կոնկրետ հայտ եղել է եւ կոնկրետ հետաքրքրություն է եղել փայլատի թղի նկատմամբ եւ կոնկրետ կոդի փայլատի թղի համար ադրբեջանական կողմը խնդրել է կոնկրետ գին եւ մեր արտադրողը տվել է, այսինքն ամենաերկար բանակցությունը որ գնացել է, այսինքն ցանկերը փոխանակվելուց հետո դա եղել է որ այսինչ հաստության փայլատի թղը մեզ հետաքրքրում է։ Ոչ միայն էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էր ամիսներ առաջ այսպիսի հայտարարություններ անում, այլև արտաքին գերատեսչություններ Աղվերանում կայացած հանդիպումից հետո տեղեկացրել, թե կողմերի գործարարները քննարկել են փոխադարձ առևտրի վերաբերյալ հարցեր։ Արդեն հասանելի են դեպի Հայաստան մատակարարումների եւ Հայաստանից արտահանումների ավելի հստակ տվյալները, որ ապրանքից ինչքան է Հայաստան մտել, կոնկրետ ապրանք որքան են արտահանել այս կամ այն երկիր։ Թեև պետական եկամուտների կոմիտեի հրապարակած վիճակագրությունը չի արտացոլում նախընտրական շրջանից սկսած Ռուսաստանի տնտեսական սահմանափակումները, սակայն երևում է, Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության կառուցվածքում որոշ փոփոխություններ են եղել։ Օրինակ, այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանը Ռուսաստանից շատ ավելի քիչ նավթամթերք է ներկրել, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում։ Ծավալն ավելի քան 3 անգամ փոքր է, թեև այն զգալիորեն ավելի մեծ է Ադրբեջանից մատակարարումների ծավալից։ Եթե Հայաստանի իշխանություններին հաջողվում է դիվերսիֆիկացնել վառելիքի ներկրումն ու Ռուսաստանի մասնաբաժինը փոքրանում է, ցորենի պարագայում ուղիղ հակառակ պատկերն է։ Հայաստանը կախվածություն ունի ռուսական ցորենից ու այս տարվա առաջին եռամսյակում էլ ավելի շատ է ներկրել, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում։ 3 ամսվա ընթացքում շուրջ $20 միլիոն ռուսական ցորեն է Հայաստանի շուկա մտել։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում ծավալը $16.5 միլիոն չէր հասել։ Պաշտոնական վիճակագրությունն ուղիղ հակասում է էկոնոմիկայի նախարարի խոսքերին, որը նախընտրական շրջանում պնդում էր, թե դեպի Հայաստան մատակարարման աղբյուրները դիվերսիֆիկացված են։ Հայաստանի Հանրապետությունը ունի անհրաժեշտ պաշարներ, Հայաստանի Հանրապետությունը ունի դիվերսիֆիկացված մատակարարման աղբյուրներ, Հայաստանի Հանրապետությունը ստանում է եւ կստանա կայուն ցորեն եւ այդ մասով մեր քաղաքացիները որևէ մտահոգություն ունենալ չեն կարող, ամեն ինչ կառավարելի է։ Հայաստանից Ռուսաստան արտահանումների վիճակագրությունը մի շարք զգալի փոփոխությունների մասին է փաստում։ Այս տարվա առաջին եռամսյակում օրինակ բույսերի ընդամենը 3 հատ արմատ է ռուսական շուկա մտել։ 2025-ի նույն ժամանակահատվածում քանակը մոտ էր 400,000-ին։ Ծառերի սածիլների արտահանումը նույնպես շեշտակի նվազել է, շուրջ 420,000 հատի համեմատ գրեթե 140,000 հատ։ Հայկական ծաղիկների ներկրման սահմանափակումներ ռուսական կողմը շատ ավելի վաղ սկսեց կիրառել։ Այժմ տվյալները փաստում են գումարային արտահայտությամբ ծավալների շեշտակի նվազման մասին։ Նախորդ տարվա առաջին եռամսյակի շուրջ $31 միլիոն համեմատ գրեթե $8.5 միլիոն։ Ավելի քան 110 անգամ նվազել է կարտոֆիլի արտահանումը։ Այժմ ըստ էության հայկական ամբողջ գյուղմթերքի, ծաղիկների, հանքային ջրերի եւ ալկոհոլային խմիչքների մի շարք տեսակների արտահանումը Ռուսաստան արգելված է։ Այսինքն արդեն հաջորդ վիճակագրությունը նաև այդ սահմանափակումների վերաբերյալ տվյալներ կներառի։ Նորություն են նաև էլեկտրոնիկայի վերաարտահանման ծավալներում արտացոլված փոփոխությունները։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ամիսներ առաջ առանց կաշկանդվելու թվարկեց, թե արևմուտքի հորդորով այլևս որ ապրանքները Ռուսաստան չեն վերաարտահանում։ Հեռուստացույցի ու սմարթֆոն ժամացույցի վերարտանում, դրանք նախկինում չեն եղել, հետո ինչ որ պահ եղել են, հիմա նորից չկա։ Օրինակ նույն սմարթֆոն ժամացույցը մենք տարվա ընթացքում այդ կոդը արգելել ենք վերարտահանում տեղի ունենա, որովհետև եվրոպական գործընկերները դրա մասին մեզ խնդրել են։ Մենք նաև կոմունիկացրել ենք Ռուսաստանի գործընկերների հետ, այսինքն այդ մասը շատ թափանցիկ է եւ աշխատանքը այդ առումով տարվում է։ 2025-ի առաջին եռամսյակում Հայաստանից Ռուսաստան 182,000 հատ հեռուստացույց էին վերաարտահանել։ Այս տարվա հունվար
հունվար-մարտ ամիսներին 4200 հատ։ Մինչդեռ բջջային հեռախոսների ապրանքախմբում վերաարտահանման ծավալները նույնիսկ աճել են։ 3 ամսվա ընթացքում ավելի քան 220 միլիոն դոլարի հեռախոս, մոդեմ կամ դրանց մասեր են Ռուսաստան վերաարտահանել։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում գումարը գրեթե 190 միլիոն դոլար էր։ Չնայած փոփոխություններ կան, էլեկտրոնիկա վաճառող Mobile Center Art ընկերությունը շարունակում է մնալ Հայաստանի ամենախոշոր հարկատուն։ 3 ամսվա ընթացքում գրեթե 60 միլիոն դոլար են վճարել։